Այսօր մեր պետության հեռանկարները որոշակի են ավելի քան երբևէ, եւ սա առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ, որը հաստատվեց 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախագահ Թրամփի աջակցությամբ։ Առաջիկայում մեզ սպասում են մեծ ու պատմական իրադարձություններ։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի իրագործումը, որը Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից եւ իհարկե Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի ստորագրումը եւ վավերացումը, որը կապահովի մեր պետությունների եւ ժողովուրդների միջև թշնամանքի վերացման հետագա ընթացքը։ Այսօր էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված եւ պետք է արձանագրել, որ այն հիմա էլ ունի բավականին ուժեղ իրավական հիմք։ Ես սա կարևոր արձանագրում եմ համարում, որը մեր իրականության մեջ ոնց որ թե երբեմն մենք բաց ենք թողնում, ասելով, որ խաղաղությունը ինքը այդպես բանավոր պայմանավորվածության կամ իրավական ուժ չունեցող դեռևս փաստաթղթերի հիման վրա է, ձևավորված այդպես չէ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ունի նաեւ պարտադիր իրավական ուժ եւ տվյալ դեպքում ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային պայմանագիրն է եւ որը 2024 թվականի աշնանը վավերացվել է երկու երկրներում, եւ հիմա թե Ադրբեջանում, թե Հայաստանում ունի պարտադիր իրավական ուժ։ Ուզում եմ հիշեցնել, որ այնտեղ, որտեղ որպես պարտադիր իրավական ուժ ունեցող դրույթ արձանագրված է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայն են երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք ընդունել Ալմաթիի հռչակագիրը։ Սա է իրականում խաղաղության անկյունակարը, հիմքը, որը, կրկնում եմ, ունի իրավական պարտադիր ուժ թե Հայաստանի Հանրապետությունում, թե Ադրբեջանի Հանրապետությունում։